Յուրաքանչյուր շաբաթ աշխարհում շուրջ 1 միլիոն մարդ ChatGPT-ին ուղարկում է հարցեր, հարցումներ, որոնցից արհեստական բանականությունը անում է ենթադրություններ, որ այդ մարդիկ մտադրություն կամ ցանկություն ունեն ինքնասպանություն գործելու։ Այս թեման չափազանց արդիական է այս պահին քննարկվում եւ ինչպես ChatGPT-ն, այնպես էլ բազմաթիվ այլ արհեստական բանականության համակարգեր փորձում են ստեղծել մեխանիզմներ, ինչպես հատկապես անչափահասների հետ կապված խնդիրը կարգավորման առարկա դարձնեն։ Սեպտեմբերի 30-ին OpenAI ընկերությունը, որը հիմնադիրն է ChatGPT, որը ստեղծողն է ChatGPT, ներկայացրել է Sora application-ը, հավելվածը, որը ըստ էության ծնողական վերահսկողության մասին է։ Եթե դուք ուզում եք տեսնել, թե ինչ է ձեր անչափահաս զավակը հարցնում արհեստական բանականությանը, ապա դուք կարող եք օգտվել այդ հնարավորությունից եւ այդ հավելվածի միջոցով կապակցել ձեր հեռախոսը ձեր երեխայի հեռախոսին ու տեսնել, թե ինչ հարցեր է նա տալիս, կարող եք անգամ որոշակի ֆունկցիաներ անջատել կամ որոշակի ժամանակահատվածով դնել։ Օրինակ, դուք կարող եք որոշել, որ նա չի կարող ձայնային հաղորդագրություն ուղարկել։ Օրինակ, կարող եք թույլ չտալ, որպեսզի նա ինչ որ նկար վերափոխի, փոխի, այլ բան ստանա։ Կարող եք թույլ չտալ, որպեսզի նա որոշակի ժամեր, կոնկրետ ժամերի արգելեք օգտագործի արհեստական բանականությունը։ Խնդիրը ծագել է հատկապես նրանից, որ մեկ այլ արհեստական բանականության characteristic AI-ին այս պահին էլ դատական կարգով ծնողները մեղադրում են իրենց որդուն ուղղորդելու համար ինքնասպանություն գործելու եւ անչափահաս ինքնասպանություն է գործել։ Այս թեման ըստ էության, ինչպես արդեն ասացի, արդիական է եւ ես ուզում եմ հասկանալ, դիմում եմ լսարանին, ինչ եք կարծում, արդյոք Հայաստանի Հանրապետությունում դա եւս արդիական թեմա է եւ ինչ քայլեր կարելի է ձեռնարկել, բացի օգտվելու արհեստական բանականության համակարգերի ստեղծողների կողմից առաջարկած այս հնարավորություններից։ Հարցերի դեպքում ես պատրաստ եմ դրանց պատասխանել։ Ձեզ լավ օր եմ մաղթում։